Սիրելի լրագրողներ, մենք այսօր նախատեսել ենք, որ այս ասուլիսի միջոցով ներկայացնենք մեր ռազմավարությունը, թե ինչ ռազմավարություն է կիրառվելու քարոզարշավի ընթացքում եւ նաեւ եթե հարցեր կլինեն կպատասխանենք հարցերին, ուրեմն երկդաշինքի խորհուրդը որոշում է կայացրել, որ դաշինքը քարոզարշավը կիրականացնի ամբողջ հանրապետության տարածքով մեկ, տարածքները բաժանված։ Ես ներկայացնեմ ռազմավարությունը, դաշինքի կողմից քարոզարշավը կսկսվի մարտի 5-ին եւ պարոն Արամ Սարգսյանը քարոզարշավ կիրականացնի հարավային Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններում։ Քարոզարշավի տարածքը պարոն Սարգսյանի եւ այն թիմի, որը աջակցելու է եւ նաեւ տեխնացուների թիմի, որոնք որ այդտեղ քարոզարշավ են իրականացնելու, այդ տարածքներն են Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը եւ Սյունիքի մարզը։ Եվ ինչպես գիտեք, պարոն Սարգսյանը նաեւ տարածքային ցուցակով առաջադրված է Սյունիքի մարզում։ Պարոն Փաշինյանը դաշինքի տեխնացուների հետ միասին քարոզարշավը կիրականացնի Երևան քաղաքում, ինչպես գիտեք, մեր 100-ից ավել տեխնացուների նաև մի մեծ խումբ, շատ պայծառ դեմքեր, պարոն Փաշինյանի հետ միասին առաջադրված են Երևան քաղաքի 4 տարածքներում եւ քարոզարշավը կիրականացվի Երևան քաղաքում։ Պարոն Սասուն Միքայելյանը քարոզարշավը կիրականացնի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, այդ տարածքներում առաջադրված երկդաշինքի տեխնացուների հետ միասին։ Ես քարոզարշավը կիրականացնեմ հյուսիսային շրջաններում Արագածոտնի մարզ, Լոռու մարզ, Տաուշի մարզ եւ Շիրակի մարզերում, այնտեղ առաջադրված երկդաշինքի տեխնացուների հետ միասին։ Դաշինքը իր ռազմավարությունով հանդերձ քարոզարշավը բաժանված կիրականացնի մինչեւ մարտի 19-ը։ Մարտի 19-ից հետո դաշինքի առաջնորդները կմիավորվեն եւ միավորված քարոզարշավ կիրականացնեն արդեն միասին հանրապետության բոլոր տարածքներում, խոշոր քաղաքներում եւ նաեւ այն համայնքներում, որտեղ որ մենք կլինենք մեծ հավաքների միջոցով։ Մինչեւ 19-ը ընդհանուր միջոցառումներ կարող են լինել, որտեղ բոլորս ներկա կլինենք, դրա մասին հավելյալ կծանուցվեք, բայց 19-ից հետո արդեն միասնաբար ենք քարոզարշավը իրականացնելու։ Ուրեմն քարոզարշավի մարտի 5-ի հետ կապված պարոն Ավինյանը արդեն նշեց, առավոտյան երթ կսկսվի, ավտոերթ կսկսվի Վանաձոր քաղաքից դեպի Սպիտակ, Ստեփանավան եւ հյուսիսային մի շարք այլ քաղաքներում եւ գյուղերում ավտոերթը կանցնի այդ քաղաքներով եւ գյուղերով ներկայացնելով երկդաշինքի ծրագրերը, գաղափարները եւ մոտեցումները եւ քարոզարշավի առաջին օրը հյուսիսում այդպես կսկսվի։ Երևան քաղաքում երկդաշինքի ներկայացուցիչները կայցելեն Եռաբլուր Պանթեոն, ինչպես գիտեք, մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ դաշինքի ներկայացուցիչները ներկա կգտնվեն Պանթեոնում եւ հարգանքի տուրք կմատուցեն։ Որից հետո 6:30 Արմենիա Մարիոթ հյուրանոցում դաշինքը կազմակերպում է դաշինքի ծրագրի ներկայացումը, պրեզենտացիան եւ նաեւ դրամահավաք միջոցառում։ Երկուսը մեկ տեղում եւ բավականին հետաքրքիր միջոցառում է նախատեսվում, կրկին բոլորին հրավիրում ենք Արմենիա Մարիոթ հյուրանոց մարտի 5-ին 6:30 Տիգրան Մեծ սրահ։ Եվ կարծում եմ դաշինքի ռազմավարության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը ես փոխանցեցի։ Ես պետք է ասեմ, որ դաշինքի խորհուրդը այս որոշումը կայացնելիս հաշվի առել շատ կարևոր հանգամանք, որ երկդաշինքը Հայաստանի տարածքների համաչափ զարգացման կողմնակիցն է եւ տարածքների համաչափ զարգացման ուղերձով էլ մենք սկսում ենք դաշինքի քարոզարշավը կիսվելով մեր ռեսուրսներով եւ թիմերով առանձին տարածքներից սկսելով քարոզարշավը։ Եվ նաեւ սա մենք շատ ենք կարեւորում, որովհետեւ երկդաշինքը, ինչպես գիտեք, նոր քաղաքական մշակույթի դաշինք է եւ մենք նոր քաղաքական մշակույթ ենք բերում եւ նորարարություն երբևէ քարոզարշավը նման ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել։ Կարծում եմ այսքանը, եթե գործընկերներս լրացնելու բան կունենան ռազմավարության հետ կապված կարող են լրացնել, եթե ինչ-որ բան ես մոռացել եմ, եթե չէ, կարող ենք անցնել հարց ու պատասխան։ Կա լրացնելու բան։ Չէ՞։
Արարատից էլ մեքենաները երթով կգան, Եռաբլուր, Արարատի մարզում ավտո երթանելով, նաև քաղաքի հետ հատվածում։ Այսինքն երկու ավտոերթ կունենանք, մեկը Արարատի մարզում, մյուսը Լոռու մարզում։ Նույն այդ ընթացքում բնականաբար կլինեն նաև որոշակի սա ընդհանուր ռազմավարությունն է, մանրամասները ընթացս ավելի պարզ կլինեն։ Իհարկե նաև կախված քաղաքական իրավիճակից, հանրության արձագանքից մենք ճկուն կլինենք եւ անհրաժեշտության դեպքում, այսինքն մաքսիմալ էֆեկտիվ քաղաքացիների շփման բոլոր միջոցները կօգտագործենք, այդ թվում սոցիալական ցանցերը, այդ թվում հաղորդակցության մյուս միջոցները։ Կարող ենք անցնել հարց ու պատասխանի ֆորմատին։ Եթե կան հարցեր, Ազատություն ռադիկալ նախ Շտոխած Երևանյան մեծ հանրահավաք նախատեսված է, թե ոչ, հարցերը ստանալ։ Երևանում այո նախատեսված է մեծ հանրահավաք բնականաբար կանենք։ Երևանում կարծում եմ հանրահավաքներ եւ զանգվածային միջոցառումներ մի քանի հատ կլինեն։ Այս պահին պլանավորած այդպիսի միջոցառումներ կան, բայց ելի եմ ասում կախված իրավիճակից դրանց քանակը, դրանց ինտենսիվությունը կարող է աճել, նվազել չի կարող, բայց աճել կարող է։ Ավելալ կծանուցենք, մենք արդեն մարտի 8-ի հետ կապված քանի որ ծանուցում ունենք, ուրեմն մարտի 8-ին մենք ունենք հանրահավաք Կինո Մոսկվայի տարածքում, որը արդեն քաղաքապետարանի կողմից ընդունվել է իգիտություն, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր միջոցառումից, զանգվածային միջոցառումից առաջ մենք մանրամասն կտեղեկացնենք, կծանոթանանք։ Այստեղ գործելու է մեդիա խումբ, մամուլի մի քանի բրիֆինգ իրականացնողներ ենք ունենալու դաշինքի ներկայացուցիչների կողմից, այնպես որ մենք շատ բաց, թափանցիկ, հասանելի զանգվածային լրատվության միջոցների համար շատ հասկանալի, շատ հասանելի ձևով ենք աշխատելու։ Այս առումով խնդիր չի լինելու, անընդհատ տեղեկատվություն կստանաք բոլոր տարածքներից, որտեղ որ քարոզարշավը եւ մեր միջոցառումները իրականացվում են։ Եվ հիմնական հարցերից եթե կարելի է երեքտել անդրադարձեք, ինչպես է ընդհանուր առմամբ մեկնարկին նախընտրական մթնոլորտը գնահատում, հաշվի առնելով վերջին ծեսկրտուկների, անգամ դանակահարության մասին ահազանգերը, եւ արդյոք դուք ունեք ցուցակագրումների կաշառքի բաժանման ահազանգեր Ես սկսեմ երևի, ճիշտն ասած ահազանգեր ստանում ենք դաշինքի հեռախոսների վրա, զանգահարում են անգամ անհայտ քաղաքացիներ, այսինքն չեն հայտնում ով, եւ ասում են, այս ինչ տարածքում ցուցակագրում են, ինչ տարածքում ցուցակագրում են եւ բազմաթիվ նման տեղեկատվություն կա, այսինքն, բայց գիտեք, միշտ էլ բոլոր ընտրություններին էլ եղել են, մենք կփորձենք փաստերի դեպքում հրապարակայնացնել, նման ահազանգեր կան։ Ինչ վերաբերում է թե ինչ տրամադրությամբ ենք մենք սկսում քարոզարշավը, պետք է ասեմ շատ պոզիտիվ, շատ վստահ, շատ ամբողջությամբ պատկերացնելով թե ինչով ենք զբաղվելու այս ընթացքում եւ ինչի համար է այս ամեն ինչը իրականացվում եւ պետք է ասեմ, որ մերը մեծ հաշվով քարոզարշավ էլ չի լինելու, մերը հաղթարշավ է։ Մենք պետք է հաղթելով, արձանագրելով այդ հաղթանակները, այդ հաջողությունները շարժվենք առաջ։ Սանում ես ինքս որևէ կասկած չունեմ։ Ելդաշինքի մասով պիտի ասեմ, որ մենք երևի են եզակի դաշինքն ենք, որը հասավ նախընտրական շրջան, առանց որևէ կորուստի, առանց բամբասանքների, առանց ներքին խժդժոցների, շատ անկեղծ պիտի խոստովանեմ, որ մեր փոխգործակցությունը ոչ միայն երկդաշինքում ներգրավված առաջին 3 համարների, այլ թիմային մակարդակով շատ ավելի սերտ է դարձել եւ վստահությունը 100% է, ինչը իմ համար գլխավոր գրավականն է այս ընտրություններում հաջողություններ ունենալու։ Ինչ վերաբերվում է տեղերում գործընթացներին, մենք ցանկացած տեղում ունենք պատասխանատուներ, ինֆորմացիան շատ արագ մեզ տեղ է հասնում, մենք վերահսկում ենք գործընթացները, կոնկրետ մեր մասով, մեր տեխնացուների մասով կամ մեր վստահված անձերի մասով կամ մեր ակտիվիստների մասով որևէ ուժային կամ զգուշացման տարեր չեն եղել, ոչ իշխանական թևի կողմից, ոչ ոստիկանության թևի կողմից, մենք գրասենյակների մասով որոշակի բարդություններ ունեցել ենք, բայց այդ խնդիրները լուծել ենք, բարեբախտաբար եղել են դեպքեր, որ նույնիսկ գրասենյակներ մեզ նվիրել են
որ մենք չենք էլ աշխատել այդ ուղղությամբ ու զանգել ասել են մենք ձեզ ուզում ենք գրասենյակ նվիրել, սա էլ մեր կողմից է ձեզ նվեր, եթե պետք է կարող եմ նույնիսկ տեղերն էլ ասել, օր-օրի համախոհներն ավելանում են։ Ասեմ ավելին, որ նաև հանրային ընկալման մեջ նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսի մոտ, ավտոտեսուչների եւ այլնի, ասենք իմ մեքենայի հետևի ապակու վրա կպցրած է ելք դաշինքի լոգոտիպը եւ շատ լավ են վերաբերվում ոստիկանները ժպիտով, վստահությամբ, հաջողություն են մաղթում, այնպես որ կարծում եմ մենք դրական, պոզիտիվ, լավ տրամադրությամբ մտնում ենք քարոզարշավի մեջ եւ հակված ենք շատ լուրջ ու լավ արդյունքներ գրանցելու։ Ես կարծում եմ, որ ելք դաշինքի շուրջ շատ դրական մթնոլորտ է ձևավորված, ինչը կարծում եմ ամենակարևորն է այս պահին եւ նախընտրական այս փուլը մենք թեւակողում ենք իսկապես բարձր տրամադրությամբ եւ մենք այդ տրամադրությունը հանրությանը փոխանցելու պոտենցիալ ունենք։ Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքերին, գիտեք, դա արդեն խոսում է այդ քաղաքական ուժերի մասին, ովքեր կարող են ընտրական process-ը դնել այնպիսի մարդկանց ուսերին, որոնք կարող են մարդ դանակահարել։ Այսինքն դա ինֆորմացիա է նաև հանրությանը, թե ինչպիսի ընտրություն է իրենց առաջ կանգնած, եւ ես կարծում եմ, որ մենք այս բարձր տրամադրությունը կարողանալու ենք պահել քարոզարշավի ընթացքում, որովհետեւ կարծում եմ Հայաստանի քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները գիտեն, թե ինչը կանցնի մեզ այդ հարաբերություններում եւ ինչը չի անցնի մեզ այդ հարաբերություններում եւ կարծում եմ դուք բոլորդ էլ այդ մասին գիտեք թե ինչպիսի քաղաքական ուժի հետ գործ ունենք, ես կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի եւ եթե մասին նույնիսկ չեմ ուզում խոսել։ Մենք բարձր տրամադրությունը պահելու ենք սկզբից մինչև վերջ։ Ես մի փոքր տեղեկություն տամ նաև հանդիպումների մասին, մենք պարբերաբար մամուլին կծանուցենք, ուղղակի հանդիպումները նոր են տեղի ունեցել, մենք Ֆրանսիայի դեսպանի նախաձեռնությամբ հանդիպել ենք Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել քաղաքական իրավիճակը, նախընտրական իրավիճակը Հայաստանում, այսօր դաշինքի շտաբ են այցելել ԵԱՀԿ, ԺՄԻ դիտորդական առաքելության ղեկավարը եւ ներկայացուցիչներ առաքելությունից կրկին քննարկել ենք նախընտրական իրավիճակը Հայաստանում, փոխանցել ենք մեր ունեցած մտահոգությունները, որոնք կային եւ պայմանավորվել ենք համագործակցել եւ տեղեկությունը պարբերաբար փոխանակել դեսպանի եւ ԵԱՀԿ, ԺՄԻ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այլ հարցեր կան։ Արդյունքական հարցաշատի ընթացքում հիմնական շրջանցի վրա է ունելու ինչ է ներկայացնում հանրության կառուցում փոքր մանրամասներ եւ Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկեր այդ կետի հետ կապված ինչ է ներկայացնում ինչպես է դա։ Քանի որ ծրագիրը մենք ներկայացնելու ենք Արմենիա Մարիոթ հյուրանոցում, եկեք ես խնդրում եմ ծրագրի մասին հիմա չխոսենք, հիմա դեռ քարոզարշավը չի մեկնարկել, մենք չենք պատրաստում օրենսդրությունը օրենքները Հայաստանի Հանրապետության խախտել, մենք կարճ ասեմ ներկայացնելու ենք մեր ծրագրային հիմնադրույթները, առանցքային կետերը, ծրագիրը ձեր ձեռքի եղածը չէ, դա համաժողովի ժամանակ է բաժանվել, ծրագիրը գրված է հիմնականում կոնկրետ քայլերով, թե ինչ է պետք անել, ոչ թե ընդհանուր, ասենք, չգիտեմ, ինչպես որ կառավարության ծրագրերում է գրած խթանել ծնելիությանը, այդ ձևի ծրագիր մենք չենք գրել, մենք գրել ենք կոնկրետ քայլեր, թե ինչ է պետք անել եւ յուրաքանչյուր իրավիճակում մենք առաջարկել ենք ելք, թե որն է ելքը, ծրագիրը մանրամասն կներկայացվի Արմենիա Մարիոթ հյուրանոցի այդ միջոցառման ժամանակ, բայց քարոզարշավի ժամանակ մենք մեր շեշտադրումներն ենք ներկայացնում ծրագրային։ Կոնկրետ ձեր ասացի հետ կապված գործընկերներից թույլտվությամբ ես մի փոքր բացեմ, թե ինչ է գրված մեր ծրագրում, մենք կարծում ենք, որ Հայաստանի բնակչության թվի կրկնապատկման միջոցը կարևորագույն գործիքը հայրենադարձության այնպես անելն է, որ հայրենադարձություն տեղ ունենա արտագաղթի փոխարեն եւ դրա համար մենք
կարծում ենք, որ ճիշտ գաղափար է Հայաստանում Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված երկրորդ խորհրդարանական պալատի ձևավորումը եւ այդ պալատին կոնկրետ լիազորություններ տալը, մասնավորապես Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակման կարգը պետք է փոխվի այնպես, որ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակի խորհրդարանի այդ երկրորդ պալատը, որը բաղկացած գտնի Սփյուռքի ներկայացուցիչներից, մնացած արդեն ավելի մանրամասն ծրագրի ներկայացման ժամանակ։